Սիրուներս, ինչ ենք անում, թարմ խաղողի տերև են հավաքել, հիմա այսպես սիրուն դասավորելու ենք, այստեղ նայեք, ինչ ըմտիկ տերևներ են, Ամերիկայի խաղողի տերևները, հիմա այսպես գեղեցիկ, շարում ենք իրար վրա, հետո լցնելու ենք եռման աղաջրի մեջ, արդեն պատրաստ է լինելու, որպեսզի դոլմա պատրաստենք համեղ եւ ուտենք, այստեղ նայեք, շոլ ոնց որ լինի։ Ես այն տարի, որ եկել էի Հայաստան, բերել էի հետս խաղողի տերև թարմ հավաքել ու բերել էի։ Ու այդպես զարմացած էին մնացել, որ Ամերիկայում այդպիսի ընտիր հավեսով նուրբ եւ համեղ տերևներ կան, այո, այսպես, տեսեք, մենք էլ ունենք, այնպես չի, որ խաղողի տերևները միայն Ամերիկայից դուրս են։ Հիմա ինձ ասեք, արժե թե չարժե մի հատ այսպես թարմ խաղողի տերևով տոլմա փաթաթել ուտել։ Կարծում եմ արժի եւ դուք էլ ինձ հետ համաձայն եք։ Ահա, այսպես անելու ենք։ Տեսեք։ Ամբողջը։ Սա էլ այսպես հավաքեմ իրար վրա եւ մնացածը կանեմ առանց ձեզ, հարգելիներս։ Ահա, այսպես գեղեցիկ կանենք։ Համարյա թե վերջացնում ենք, այսպես պոչիկները իրար վրա դնելով, ահա, սարքեցինք, այսպես, չենք ալարում ամեն ինչ տեղը տեղին, պատրաստում ենք, որպեսզի համեղ մեր երեխաներն ուտեն, մենք ուտենք և լինենք առողջ։ Այսպիսի խոսք կա հայկական և ճիշտ է ասված, ով ալարի, ոչ դալարի։ Այսպես պատրաստեք և անուշարեք վայելեք։ Սա էլ տերևներն են, որոնք մեզ հարկավոր չեն։ Ահա։ Վերջացրեցինք շոքե խաշելը, հիմա պատրաստում ենք մեր շատ համեղ խաղողի տերևով դոլման։ Տերևները խաշված պատրաստ են, մսի խճողակը պատրաստ է շատ համեղ, գիտեք ինչպես ենք պատրաստում, աղացել եմ սոխը, ավելացրել եմ ընտիր տարբեր կանաչիներ, թարմ կլինի, չորացրած կլինի, ինչ որ կունենաք տանը, պարտադիր չէ որ լինի թարմ, թող չորացրած է լինի, շատ համեղ է ստացվում։ Ավելացրել եմ բրինձը, աղը, սև պղպեղ, կարմիր պղպեղ, 2 ատամիկ սխտոր, մի խոսքով, ինչ ունեք համեղություններ, խառնում ենք այստեղ և փաթաթում ենք մեր տոլման, որպեսզի շատ համեղ ստացվի։ Դե գնացինք,
Այ այսպես։ Այ այսպես, պտտեցնում ենք ամուր, փաթաթում ենք, որպեսզի ստացվեն շատ գեղեցիկ եւ ամուր դոլմաներ, ահա։ Ինչքան գեղեցիկ ստացվեց։ Ինչպես ասել եմ, որ ես սիրում եմ նաեւ ձեռքի վրա փաթաթել, ձեռքի վրա փաթաթացնել մի ուրիշ համ ու հոտ ունի, չգիտեմ։ Այսպես մեր տատերին հիշելով, տատական, պապական, այսպես ասած, ցեք ինչ գեղեցիկ է ստացվում։ Ինչպես էլ անեք կլինի, ով ինչպես կարողանում է, ինչպես սիրում է, այդպես էլ թող փաթաթվի։ Կարևորը փաթաթենք, համեղ լինի, ասենք, որ ես ավելացրել եմ կարակ եւ մի փոքրիկ աղացած խոզի միս սալով, ահա, որպեսզի ստացվի ավելի փափուկ։ Այ այսպես, Ինչ եք պատրաստել դուք այսօր, կամ ինչ եք պատրաստելու, ինչ եք պատրաստվում պատրաստել։ Պատրաստեք դուք էլ անուշ արեք։ Ինչքան մեծ է այս տերևը։ Սրանից մի փոքրիկ այսպես այս պոչիկի մասից կհեռացնենք, այ այսպես, այս հեռացված մասը կբերենք այ այստեղ, սա էլ այ այս կողմ, այսպես, ահա, ինչպես էլ անենք կլինի։ Տերևներ կա փոքր է, տերևներ կա մեծ է, ասեմ, որ տոլման կարող է հավասար չափսերի չլինի, բայց դե ոչինչ։ Կարևորը, որ համեղ լինի, չնայած գեղեցիկն էլ իր տեղն ունի ամեն ինչի մեջ։ Ահա։ Այսպես։ Վերջինը գետ մնա մեզ հետ, ահա, վերջինը փաթաթում ենք, այսպես, գեղեցիկ, հոպա, ահա,
Այստեղ լցնում ենք թթվասեր, ավելացնում ենք կեֆիր, սխտոր, սա թարմ սխտոր է հողից հանած, գնում ենք դաշտերը ելակ գնելու, այնտեղ այս սխտոր կա ամեն ինչ որ հողից ստանում են, կաբաչկիները, տարբեր վարուն գա լինում, դե հիմա ինչը որ դեռ շուտ է չկա, բայց սխտոր, սող, ելակ կար, գնել եմ, ավելացում ենք մի փոքր աղ, այսպես, որ համեղ լինի։ Հեշտ և համով ժողովուրդ ջան, պատրաստենք և այլենք, ինչպես Լեոնան է ասում, համով ա տատի, լավն ա։ Այսով եփվում է։ Հարիսայի նման փթում է, պատկերացնում եք ինչ համեղ է, վայ քեզի բա, վայ չուտողին, համեցեք ժողովուրդ ջան, համեցեք, հրավիրում եմ ձեզ, եկեք միասին ճաշակենք։ Անջատում ենք ոզոջախը, վայ այսպես։ Բոթ մի կողմից թող եղա, մի կողմից էլ
Գելենք, տեսնենք։ Ինչպես է ստացվել։ Հոտը տարածվել է ամբողջ տարածքով մեկ, չեմ ասում ամբողջ խոհանոցով մեկ։ Ինչ համեղ է ժողովուրդ ջան, փորձենք հիմա մածուն սխտուրով։ Անմահական այն գարնանային ամառային համն ու հոտն էլ թարմը խաղողի թարմ տերևով եւ թարմսով մի խոսքով այսպես համաձուլվում են միասին եւ ստացվում է շատ համեղ տոլմա։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք անուշ բոլորիս հացը սիրելիներ, սիրում եմ բոլորիդ, կհանդիպենք շատ շուտով, բայ։